Բարև բարեկամներ, մենք շարունակում ենք թերթել մեր նորագույն պատմության էջերը։ Մեր նախորդ հաղորդման ժամանակ մենք ձեզ ներկայացրինք հերոսական Բերթաձոր գյուղը 1993 թվականի մայիսին իր ուրախություններով ու հոգսերով։ Ասեմ, որ մեր նկարանող խումբը Ստեփանակերտում միացել էր մի խումբ հակաօդայինների, որոնք մեկնում էին դիրքեր վերանորոգելու իրենց տեխնիկան։ Եվ ահա այդ ճանապարհն անցնում էր Բերթաձորով, ու մենք խնդրեցինք մի կես ժամ տրամադրել մեզ նկարահանումներ կատարելու համար։ Արդյունքում ստացվեց այն, ինչ արդեն դուք տեսաք մեր նախորդ եթերաժամին։ Բերթաձորից դիրքեր տանող ճանապարհը բավականին ժամանակ խլեց։ Այն այնքան էլ երկար չէր, պարզապես դժվարանցանելի էր, գրեթե անանցանելի։ Սակայն խնդիրն առաջադրված էր եւ ինչ գնով էլ լինի, տղաները պիտի կատարեին այն։ Վերջապես տեղ ենք հասնում եւ կանաչ խոտածածկը մեր 4 նստելատեղից հետո ամենափափուկ բազմոցն է թվում։ Ինչևէ, մի փոքր շունչ քաշելուց հետո տղերքն էլ գործի անցան, մենք էլ։ Որքան ժամանակ է որ ձեր հաշվարկը գտնում է այստեղ։ Արդեն երկրորդ սմենն է, որ մենք այստեղ ենք 7 օր մեկ փոխում ենք էլի։ Երկրորդ սմենը արդեն որ գալիս ենք այստեղ ծառայական պահ կատարելու համար։ Պատահել է, որ ձեր հերթափոխի ժամանակ ձեր հսկողության տակ գտնվող տարածքով թշնամու ինքնաթիռ է թռչել։ Չէ, այդպես դեպքեր չի նկատվել։ Մի երկու անգամ բարձրացել եմ, բայց չեմ մոտիկացել մեզնից։ Դա ուրիշ ոչ մի անգամ թռիչ չի եղել մեր վրայով։ Իսկ ձեր հաշվարկի ցուցակում կա խփված ինքնաթիռ։ Հա, մի հատ խփել ենք։ Մենք ուրեմն եղել է հոկտեմբերի 9-ին անցյալ տարվա, որը մտնում էր Ստեփանակերտ քաղաք, որպեսզի ռմբակոծեր, մեզ հաջողվել է դրան խփել։ Մի հատ Su-25 ինքնաթիռ ենք խփել։ Հիմա կարելի է երաշխիք տալ, որ ասենք թշնամու ոչ մի գրոհիչ ինքնաթիռ չի կարող ներս խուժել այն տարածքից, որը որ ձեր հսկողության տակ է։ Հա, մենք մեզ համոզված ենք մեր ուժերի վրա, մեր տեխնիկայի համոզված ենք, որ ոչ մի ինքնաթիռ բաց չենք տղել, որպեսզի մտնի Ղարաբաղի տարածքը։ Մեր տակն լավ պատրաստ են դրա մեջ, ունեն մեծ արդեն ոնց որ ասում են օպոտ փորձունակ են արդեն այդ գործի մեջ եւ ես համոզված եմ, որ մեր տղերքը ամեն ինչ կանեն դրանց խփելու համար, էլի բաց չենք թողնի, որպեսզի մտնեն մեր տարածք, Ղարաբաղի տարածք։ Պրոբլեմները ինչ ունեք։ Պրոբլեմներ չկա համարյա թե։ Տենց լուրջ պրոբլեմներ չկա էլի։ Ամեն ինչ տեղն հասցնում են, վարելիքը, բանը, ուտելիքը մեր ժամանակի մեզ փոխում են, հանգստանում ենք, պրոբլեմ չունենք։
Սա ճիշտն ասած ինձ հաճելիորեն զարմացրեց, երբ ես իմացա, որ դու իսկական մասնագետ ես դառել հակաօդային ուժերի այդ տեխնիկայի սպասարկման եւ այսօր դու տեխնիկական սպասարկման բաժանմունքի պետն ես։ Ասա խնդրեմ, որտեղից քեզ այդ հմտությունը։ Բասախ ստիպեց մեր կյանք։ Ուրիշ կերպ չկար։ Պետք է սովորենք։ Եվ գիշեր ցերեկ մեր ցանկությունը մեր ուժն ու ամեն ինչ դերսենք, որ տեխնիկան յուրացնենք։ Եվ յուրացնենք հիմա մեր հաջողություններին հասնենք էլի։ Ես գիտեմ, որ դու խաղաղ տարիներին վարպետ էիր, վերանորոգում էիր հեռուստացույց, տեսամագնիտոֆոն, իսկ հիմա արդեն այս տեխնիկայի վրա ես, երևի թե նա օգնել է, որպեսզի դու սա կարողանաս անել։ Ընդհանրապես մեր արեկտից մոտ է մի քիչ, բայց տարբերությունը շատ կա։ Դժվար գործեր շատ կա, որտեղ անծանոթ բաներ կան։ Ծանոթում ենք գիշերներով, թեկուզ երազում եք տեսնում։ Ինչ որ պետք է ճարենք, ցերեկը չէ ճարում, գիշերը երազում ենք ճարում, մեր գետեկները բանը սարսարկում։ Դա էլ է, որ չես կարողացած սարքել, վերացնել այդ հոտանը։ Ընդհանրապես մեր գործում չի, այդպիսի բան չի լինում։ Մենակ մարդն ավոր չի հնարավոր կենթանացնել։ Սան է վերականգնումը։ Ինչպես ասում են, օրը դեռ առջևում էր, եւ մենք հնարավորություն ունեինք էլի նկարահանումներ կատարելու։ Հրաժեշտ տվեցինք հակաօդայիններին ու շարժվեցինք առաջ, որտեղ տեղակայված էր Բերթաձորի գումարտակը։ Հրամանատար Վլադիմիր Կասյանը տեղում չէր, գործերով մեկնել էր Ստեփանակերտ։ Տղաների մի մասն անմիջապես առաջին գծում էր մարտական դիրքերում, իսկ մյուսները ճամբարում էին, որտեղ էլ մենք կատարեցինք ահա այս նկարահանումները։ Չէ։ Verana. 195. Четырехпроводный, это двухпроводный. Треха, то сильно течет, чем блин.
Համլետ Բերթաձորի տղաների հերոսության մասին մենք բոլորս գիտենք։ Ես կուզենայի հիմա մեր խոսակցության, մեր զրույցի սկզբում նախ դու վերհիշեիր ձեր մղած մարտերից ամենակարևորը։ Մեր մղած մարտերից ամենակարևորը դա Շուշիից բռնած մինչև մեր, ասենք, զորակը, տղեկը լավ մարտնչել են, լրիվ մեկը մեկին օգնության հասնելով հասել են գյուղ։ Դրանից հետո մենք մեր տղեկով կռվել ենք Սուարասի գյուղի մոտակայքում, դեղ էլի լավ դիմադրություն ենք ցույց տվել և տղեկը լրիվ իրանց լավ են զգում և տարբեր ծանր դեպքեր տեսել են տղեկը, ոնց որ արդեն մեկը մեկի համար, մեկը բոլորի համար, բոլորը մեկի համար։ Նենց որ տղերքը լրիվ վստահ են, սպասում ենք վերջնական գործողություններին։ Հիմա ձեր առջև ինչ խնդիր է դրված։ Մեր առջև խնդիրներ շատ կա դրված։ Նաև որ ասենք, որ այս պատերազմը մենք հաղթենք և մեր ժողովուրդը ազատ ապրեն։ Հիմա բացի այն տղաներից, որոնք գտնվում են այստեղ, ձեր տղաներից կան, որ դիրքերում են։ Այո, մեր տղաներից մի 25 հոգի դիրքերում են։ Երբ պիտի փոխարինեն նրանց։ Երևի վաղը կփոխարինենք։ Պարզ է, որ բանակը առանց պրոբլեմի չի լինում։ Ինչ պրոբլեմներ ունեք դուք։ Պրոբլեմներ կան, շատ կան, ասենք, տղաները ֆորմա չունեն, այդ ֆորմը կոշիկ չկա, ամենակարևորը, որ կոշիկ չկա, երևի դուք ինքներդ տենում եք էլ։ Եվ լրիվ էլ երևի պահանջում են, որ ֆորմա տանք, էդ էլ մի հույս է էլ է, մարդիկ, որ ֆորմա են հագնում, ասում են, որ ուրեմն իրոք մեզ համար մտածող կա, մնացած պրոբլեմները ոչինչ հաղթահարում ենք։ Հայաստանից և Արցախի մյուս բնակավայրերից ես տեսնում եմ ծանոթ տղաները այստեղ վերադարձել են գյուղ և ազատագրել են իրենց գյուղը և հիմա էլ պաշտպանում են սահմանները։ Այո, շատ կան։ Տղաներից շատերը կան, որ Հայաստանից բռնած անցած տարվա ապրիլից, նախանցած տարվա ապրիլից մինչև մի տղաները պայքարում են։ Իսկ կան այնպիսները, ովքեր չեն վերադարձել։ Կան, այո կան, կան որ չեն վերադարձել։ Որ մեղադրել չել, երևի ինչ-որ մի պատճառներ կա, որ չեն կարող լրիվ ներկայանալ։ Համլետ, որքանից հայտնի է, դու նույնպես բնակվում ես Հայաստանում և վերադարձել ես։ Այո, վերադարձել եմ, սկսել եմ վերադարձել և կռվում եմ մեր հայրենիքի համար, մեր ծննդավայրերի համար։ Տղաներով ջոկատ եք կազմել և եկել այստեղ։ Այո, տղաներով 25 հոգուց ջոկատ են կազմել, եկել հիմի հզոր ենք դարել։ Համլետ, երևի ընտանիքդ դեռ Հայաստանում է, եթե պատերազմը ավարտվի, դու ընտանիքով կբնակվես քո ազատ գյուղում։ Անկասկած, այո։ Այդ մտքին են նաև մյուս տղաները։ Մեծամասնությունը, այո։
Տղաներ դիրքերը այստեղից հեռու չէ։ Եթե ճշնամին հանկարծ գրող ձեռնարկի, որն է լինելու ձեր խնդիրը։ Առաջի հերթին մեր ուստանովկան յորոքանալու ստենք դիրքերը, դա պոզիցիա մուզեպի վերցնելու, ուստանովկան բացենք, եթե տեխնիկա դույս կա, ու այդ տեխնիկան ոչնացնենք է, տանկել է, BMW, Դուք որևէ մարտական գործողության մասնակցել եք։ դի պոստը շատ ընկեց է, իսկ առաջի անգամ, որ տանկը խփեցինք, բալալա, Կյալբաջարի և Կիրաբադի բերեկորոսիկը մխաշպերոք։ Ձեր այսօրին հաշվարկն է խփել տանկը հակառակորդի։ Մի քիչ տարբերություն կա հաշվարկում, բայց основное հա է։ Ձեզ ինձելով է մասնակցել մարտական գործողությունների։ Մարտակերտի այս պլատինի վրա ենք լես Սարսանգի յուլերը ընդեղ ենք եղել։ Ընդեղ մեր սմենի ժամանակ, ուրեմն մենք գնացել շաբաթ որ մի զուգահեռ որ ընդեղ բոյ է գնացի։ Դե այդ մոմենտը 3 հատ տեխնիկա են թխի, ճիշտ ասած։ Մեկը BMW-եր, շիրկաներ, մեկը մեր տանկն են։ Այդ որ մեր թխերեք մեր զինվորներն օգնություն են տի։ Որ մենք տխան թուրքերից 26 մեր տշնամիները սկսան արդեն փախչելը, այդ մոմենտում մերոնքը առաջարկացին առաջ գնացին։ Այդ որ գնացին դե այդ մոմենտում արդեն մենք որ եկանք մեզ էլ ասեն ինչ որ եղանակը լավ չէր բանել, երիկունը մենք չենք կարողանում գործանել։ Դե մենք մեր պարտականությունները արդեն կատարենք ինչ որ արենք այդ գործերով։ Որ եկանք մեզ պարկեր դվացին բանան։ Դե ինչ որ մեզանից որ կախված է, հեսա որ մենք որ եկել ենք ստեղ ճիշտ է, մեր դիրքերը բանա, լավ չէ, էլի ծառա բանանը։ Բայց այդ մոմենտին որ պատահա մեզ լյուբոյ մոմենտին դաժե երիկունը որ տա առավոտ արդեն պատրաստ է կդելու։ Ինչ տոկոսային հարաբերությամբ եք դուք խոցում ճշնամու տեխնիկա։ 90-ից բարձր։ 90-ից բարձրը կպնում է։ Ինքն հազվագյուտ եք վրիպում։ Снаряд из пулемета, там если мы установки, видимos это дали, мы амничи иран пенавали перис, мы установка армар перин, видам машины, локок чана снаряда, лок пенира, лепетини, например, уверенный 100%. Бац, шатав перемаланди, к своему машине я локок мелавакам, я машину это в основном это танец. Искинди ընդհանրապես 100 եթե նորմալ աշխատողանին 100 կուպում։ Եթե սնայա դեպենելով ուստանովկան նորմալ տինիմս սխալպեն չկալի 100 կուպում։ Կամ էլ կարող ապտերեցի կրծեն կմական դուշկյա տխե, անցկրան նորից կրծեն կմակա, դες ժամանակ կարող է սցենից մեջ նետես։ Շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Մենք տեղյակ էինք, որ այս կողմերում պետք է լիներ Ավոն իր տղերքի հետ եւ շատ էինք ուզում հանդիպել նրան։ Սակայն ցավոք մեր փնտրտուքներն իզուր անցան։ Պարզվեց, որ նրան հրավիրել էին բանակի կենտրոնական շտաբ եւ մենք այդպես էլ չհանդիպեցինք։ Այսօր այսքանը, մնացեք խաղաղությամբ։